Սրտի կառուցվածքը։ Կրծքավանդակում և թոքերի արանքում տեղակայված փոքրիկ օրգանը սիրտն է, որը ունի մոտավորապես 10 սմ տրամագիծ։ Նրա պատերը կազմող և շրջապատող մկանային հաստ շերտը կոչվում է սրտամկան։ Սիրտն ունի 4 խոռոչ, 2 նախասիրտ և 2 փորոք։ Խոռոչների վերին և ներքին էակներով արյունը մտնում է աջ նախասիրտ, հետո գնում է աջ փորոք, որը արյունը մղում է թոքերը։ Ստվացնով հարուստ արյունը թոքերից գնում է ձախ նախասիրտ, որից հետո ձախ փորոք, որն էլ հետո արյունը մղում է դեպի աորտա, այնտեղից էլ տարածում ամբողջ մարմնով։ Սրտային բոլորաշրջանում առանձնացնում են 3 հիմնական փուլեր՝ դիաստոլա, որը հանգստի շրջան է։ Այս շրջանում արյունը նախասրտերից հասնում է դեպի փորոքներ, որոնք լցվում են 2/3-ով։ Երբ նախասրտերը կծկվում են, փորոքները արդեն լցվում են ամբողջությամբ։ Սա նախասրտերի սիստոլան է։ Հետո փորոքները հերթով սեղմվում են և արյունը մղվում է դեպի զարկերակ։ Սա արդեն փորոքների սիստոլան է։ Այս 3 փուլերի կարելի է հետևել էլեկտրոսրտագրության ժամանակ, որը ձայնագրում է սրտի աշխատանքը։ Սրտխփոցի հաճախականությունը միջինում կազմում է 70 զարկ 1 րոպեում։ Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ զարկերը կարող են կրկնապատկվել։